Բարի երեկո։ Երբեմն մեր երկրում բաներ են տեղի ունենում, որոնք առողջ բանականության սահմաններում ընկալելը գրեթե անհնար է։ Այդ կարգի բաներ բնականաբար նաև այլ երկրներում են տեղի ունենում, բայց քանի որ մերն ուրիշ է, մենք նման բաները մի տեսակ ուրիշ կերպ ենք ընկալում, հայավարի։ Լավ է դա թե վատ այլ խնդիր է, բայց որ ուրիշ կերպ ենք ընկալում, հաստատ է։ Օրինակ, Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել, որի նպատակն էր պարզել մեր հայրիս վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ։ Եվ այսպես, 3 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում ու Գյումրիում, մարդկանց առաջարկել են պատասխանել հարցին, թե ինչպես են իրենք վերաբերվում լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին ու, ամենակարևորը, տրանսգենդերներին։ Ճիշտն ասած, հարցումը կազմակերպողները ենթադրում եմ ստիպված են եղել հավելյալ մեկնաբանություններ տալ հարցվողներին, քանի որ թվարկված 4 անվանումներից ամենաշատը մարդիկ գիտեն երևի թե գեյերի մասին։ Էլի ենթադրում է, որ հարցվողների մի մասը արանքում ստիպված եղել ճշտող հարցեր տալ, ասենք, ապեր որ գեյ ես ասում, այն բաներին նկատի ունես, չէ՞։ Իմիջիայլոց, այդ ճշտող հարցը կարող է որպես արդեն իսկ լիարժեք պատասխան ընկալվել գեյերի հետ կապված վերաբերմունքի հարցին։ Իսկ մնացած 3 բառերի առումով կարող է խնդիր առաջանալ, քանի որ իհարկե ոչ բոլորն է գիտեն ինչ է լեսբուհի, ել ավելի քիչ մարդ գիտե թե ինչ է բիսեքսուալ եւ ել ավելի քիչերը գիտեն թե ինչ է նշանակում տրանսգենդեր։ Եվ պարզվում է, որ հարցվողների ջախջախիչ մեծամասնությունը մեղմ ասած բացասական վերաբերմունք ունի վերը նշված խմբերի հանդեպ։ Ու հիմա ինձ հետաքրքրում է, թե հատկապես ում մտքով է անցել նման սոցհարցում անցկացնել։ Բանն այն է, որ հանգիստ կարելի էր ոչ մի հարցում էլ չանել, քանի որ պատասխանն արդեն իսկ ակնհայտ է ի սկզբանե, եւ փառք Աստծո, որ այդպես է, քանի որ եթե պարզվեր, որ հայերի մեծամասնությունը դրական է վերաբերվում գեյերին կամ մեղաքեց դերասված տրանսգենդերներին, մեր վերջը եկած կլիներ բառից ուղղակի եւ անուղղակի առումներով։ Գաղտնիք ասեմ, եթե բոլորը գեյ ու լեսբուհի լինեն, ապա երեխա չի ծնվի։ Որքանով ես եմ տեղյակ, երեխա ծնվում է այն ժամանակ, երբ կա մամա ու կա պապա։ Իսկ երբ երկու մամա են կամ երկու պապա, կամ էլ երկու մամա, որոնք ժամանակի ընթացքում իրենց վրա մասմուս են ավելացրել ու դարձել երկու պապա, կամ հակառակը, մասմուս են հեռացրել ու դարձել մամա, ապա երեխան ծնվելու ոչ մի շանս չունի։ Էնպես որ այդ մարդկանց տեսակներն անիմաստ քարոզելու փոխարեն ավելի լավ է հանգիստ թողնել նրանց։ Իրենք իրար մեջ սիրեն, սիրվեն, տրանսգենդերացվեն, գնան պրծնեն։ Բայց մեզանում հաստատ կգտնվեն մի քանի տրանսգենդերացված իրավապաշտպաններ, որոնք դոշ ու ոչ միայն դոշ կտան ցանկացած միջին վիճակագրական տրանսգենդերի համար, որ նրանք ծլեն ծաղկեն, ու արդյունքում մի վիճակ ստեղծվի, երբ վաղը մի որևէ գեղեցիկ կնոջ հանդիպես, սիրահետես, տեղ մեխ հրավիրես, հետո տուն ճանապարհես, հրավիրի քեզ իր հետ բնակարան բարձրանալ, կոնյակ, մոնյակ, պաչիկ, մաչիկ ու տենց բանը հասնի բանին, հանկարծ պարզես, որ ամենալավ գիտությունը ֆիզիկան է, պլյուսը պլյուսին չի բռնում։ Извините, девочки, а вы случайно не ошиблись? Заходи, дядя! Ну чего уставился? Извините. Մի քանի շաբաթ առաջ հայ առաջադեմ հասարակայնությունը խորը դեպրեսիայի մեջ ընկավ, կապված դերասանուհիներից մեկի սկանդալային լուսանկարների հետ։ Ամբողջ ազգը տակնու վրա եղավ։ Հանրային կարծիքը տրանսգենդերացվեց երկու մասի՝ մաս, որը պաշտպանում էր դերասանուհուն, եւ մաս, որը չէր պաշտպանում դերասանուհուն։ Կար նաև մաս, որն ուղղակի խուժան նկարներ էր ուզում գտնել, եւ Facebook-յան խոսակցությանը խառնում է հենց այդ նպատակով։ Բայց դա փոքրիկ մաս էր, փոքրամասնություն, այսպես ասած։ Ասածս ինչ է։ Առողջ բանականությունը ենթադրում էր, որ թեման պետք է վաղուց պրծներ գնար, դառնար միայն դրա անմիջական մասնակիցների, կամ այսպես ասենք, հերոսների գլխացավանքը տրամաբանությամբ, թե դուք եփել եք ճաշը, դուք էլ կերեք ու դուք էլ մարս եք։ Բայց չէ, չի ստացվում։ Մեզ շարունակում են առաջարկել այդ համը դուրս եկած ճաշը, թե կերեք ժողովուրդ, լավ լոբով ճաշ է։ Լավը լավն է, բայց հետևանքներ ունի ախր։ Ու հիմա մենք կամաց-կամաց ընկնում ենք մարազմի մեջ, շատ խորը մարազմի մեջ, այնքան խորը, որ որևէ տրանսգենդեր երազում անգամ չէր կարող նման երանություն պատկերացնել։ Հիմա արդեն հրապարակային հարցազրույցներ են այդ գալիս, որոնք երկու մասանոց են դառնում, տիպը սկզբում առաջինը կերեք լոբով ճաշը, հետո կտանք նաև երկրորդը, տապակած լոբին։ Ու բոլորը, մոռացած ամեն ինչ, նետվում են հեռուստացույցի առջև, տեսնելու թե ինչ են ասելու թեմայի հերոսները։ Հետո իհարկե հասկանում են, որ ոչ մի բան էլ չէին ասելու, բայց լոբին արդեն իր սև գործն արել է, թեման դեռ շարունակում է մթնոլորտում թևածել։
Եվ դրանից հետո հայտնում է մի խումբ, որը երբեք ոչ մի վարքյան չի լռում, բոլորին ինադու չի լռում, ու ինքն էլ դեսերտն է առաջարկում, բայց էլի լոբուց։ Յան տվեք, խնդրում եմ, ուզում ես բացականչել, թողեք այդ մարդիկ իրենց հարցերը լուծեն։ Կամ եթե չեն ուզում լուծեն, բռնեք ու լիամետրաժ ֆիլմ նկարեք։ Ով չի ուզի, չի գնա, իսկ ով կուզի կգնա կինոթատրոն, Dolby Surround-ով, 3D-ով բանով կնայի, բարին կհաղթի չարին, սիրող սրտերն իրար կմիանան, ինքն էլ մի քիչ կլացի ու կգա տուն։ Բայց այս ամեն ինչն էլ հեչ։ Հերթական բռնաբարությունն է տեղի ունեցել ու էլի 80-ից տատիկ են բռնաբարել։ Այս անգամ արդեն Տավուշի մարզում։ Երկու դեպքում էլ բռնաբարողները երիտասարդ տղամարդիկ են, արտաքին տեսքից ոնց որ թե առողջ, ոչ հոգեկան հիվանդներ։ Մի կողմից ուզում ես մտածել, որ տատիկներն են այնքան թարմ պահպանվել, որ մինչև հիմա էլ կայծը կա։ Բայց մյուս կողմից էլ ինչպես կարող է իսկապես առողջ տղամարդը նման քայլի գնալ, բռնաբարել 80-ից տատիկին։ Ու միանգամից սկսում ես մտածել բնության անարդարության մասին։ Բա լավ չէր լինի, որ այդ տատիկներին բռնաբարողները տրանսգենդերացված լինեին։ Մի խոսքով վախենալու դարում ենք ապրում, այնպես որ շարից փորձանքից հեռու եւ առողջ եղեք։